Եվրոպացի առաջնորդները վախենում են ԱՄՆ-ի և Իրանի միջև ձգձգված հակամարտությունը Եվրամիության փխրուն ողնաշարատնտեսական ցնցումից կվերածի քաղաքական ճգնաժամի, հաղորդում է Politico-ն, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։ Նավթի և գազի գների աճ և տնտեսական աճի դանդաղման պայմաններում եվրոպական ինտեգրման կողմնակից կառավարությունները պատրաստվում են անխուսափելի ճգնաժամի, որը կարող է հարված հասցնել Եվրամիության արդեն թուլացած քաղաքական հոսանքին։ Նշվում է հոդվածում. Եվրոպական հանձնաժողովին խորհրդատվական արհմիության Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի ղեկավար Շեյմուս Բոլանդը նշել է, որ էներգիայի ծախսերը, որոնք տարածվում են սննդի, տրանսպորտի և բանակների վրա, ամենաշատը հարվածում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին։ Իրանը միջնորդների ներկայացրել է եռաստիճան ծրագիր, որի համաձայն պատրաստ է բանակցել Միացյալ Նահանգների հետ։ Իրանական կողմը պահանջում է, որ բանակցությունների առաջին փուլը կենտրոնանա պատերազմի դադարեցման և իր աշխատանքներ ստանալու վրա, որ Իրանի և Լիբանանի դեմ ռազմական գործողությունները չեն վերսկսվի։ Թեհրանի պայմաններին համապատասխան այս փուլում այլ հարցեր չեն քննարկվի։ Եթե այս հարցի շուրջ համաձայնության հասնեն, երկրորդ փուլը օմանյան կողմի հետ համաձայնեցնելով կքննարկվի Հորմուզի նեղուցի կառավարումը պատերազմի ավարտից հետո։ Երրորդ փուլը ըստ Իրանի առաջարկի կանդրադառնա Թեհրանի միջուկային դոսիեին։ Ինչպես նշվում է, իրանական կողմը հրաժարվում է քննարկել այս հարցը մինչև առաջին երկու փուլերի վերաբերյալ համաձայնության հասնելը։ Եթե ԱՄՆ-ն ընդունի համապատասխան բանակցային պլանը, Իրանը կհամաձայնվի հաջորդ փուլին։ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն պնդում է, որ Ռուսաստանը ձգտում է վերադարձնել այն, ինչ իրեն էր պատկանում Խորհրդային Միության փլուզումից առաջ։ Նրա կարծիքով կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը կփորձի վերադարձնել այն, ինչ իրեն էր պատկանում։ Նա պարզաբանել է, որ նկատի ունի ԽՍՀՄ փլուզումից առաջ ընկած ժամանակահատվածը։ Վերջինս առաջարկել է ինքնուրույն մտածել, թե որ երկրների մասին է նա խոսում, բայց մենք կենտրոնացած ենք ինքնապաշտպանության, զսպման և 360 աստիճանի պաշտպանության վրա։ Մենք ներկա ենք Արկտիկայում, Արևելքում և ուշադիր հետևում ենք հարավում տիրող իրավիճակին, հայտարարել է Դրագոնեն։ Շվեդիայի զինված ուժերը սկսել են իրենց ամենամեծ ազգային վարժանքները Ավրորա 26-ը, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի երկրների զորքերը և Ուկրաինայի ներկայացուցիչները։ Մի քանի երկրների դաշնակիցներ ժամանել են անցյալ շաբաթ։ Շվեդիայի գլխավորությամբ Ավրորա 26 զորավարժանքները այժմ սկսվել են, հայտնել է Շվեդիայի զինված ուժերի մամուլի ծառայությունը։ Զորավարժություններին մասնակցում է ավելի քան 16,000 շվեդ զինծառայող, նավաստի և սպա, ինչպես նաև մոտ 1500 օտարերկրյա զինծառայող։ Արտասահմանյան մասնակիցների թվում են զորքեր ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Դանիայից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Էստոնիայից և Լատվիայից։ Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 13-ը։ Շեշտը կդրվի Շվեդիայի և Դաշինքի տարածքների պաշտպանության, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող տարածքների ամրապնդման վրա, հավելել է նախարարությունը։ Ռուսաստանի դեմ անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումների աղբյուրի և վայրի որոշումը հատուկ ծառայությունների իրավասության մեջ է։ Այս մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով լրագրողների ենթադրությունները, թե ԱԹՍ-ները կարող էին արձակվել Ղազախստանի տարածքից։ Պեսկովը նշել է, հենց ռազմական և այլ հատուկ ծառայություններն են որոշում սպառնալիքի աղբյուրը և դրա աշխարհագրությունը, ընդգծելով, որ անհրաժեշտ բոլոր քայլերը նույնպես սահմանվում են նրանց կողմից։ Նրա խոսքով այս հարցում որոշումները ընդունվում են մասնագիտական գնահատականների հիման վրա։ Իրավունքներս խախտված են Դանիել Հովհաննիսյանի դեմ դիտարկում ենք հնարավոր քրեական գործ հարուցելու հարցը։ Այս մասին այսօր ապրիլի 27-ին հրատապ ասուլիսի ժամանակ ասել է Աննա Հակոբյանը, անդրադառնալով անկախ դիտորդի կողմից ապրիլի 22-ին վարչական դատարան ներկայացրած դիմումը, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող այս փուլում Իմ քայլը հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Եվ ես ինձ զոհի կերպարի մեջ չեմ դնում, ես նման եմ զոհի կերպարի, ես իմ իրավունքներն եմ պաշտպանում, այդ թվում հայց ներկայացնելով այն մարդու դեմ, ով խախտել է իմ իրավունքները։ Դա զոհի կերպար չէ ընդհանրապես, ես պաշտպանում եմ իմ իրավունքները։ Աննա Հակոբյանին հարց են ուղղել, հերքում է, որ իր հիմնադրամը ասոցացվում է վարչապետի հետ։ Նա նշել է, որ քարոզչական ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իր կերպարը ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ, եւ եթե վարչական դատարանում ապացուցվեն Իմ քայլը հիմնադրամի խախտումները, իրեն սպառնում է տուգանք մինչև 6 միլիոն դրամի չափով, նշել է Աննա Հակոբյանը։
Այս տարվա մարտի 11-ին, եթե չեմ սխալվում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պարզաբանում է մտցրել բարեգործական հիմնադրամների ընտրություններին առնչվող գործունեության հետ կապված, որտեղ ասվում է. Բարեգործություն իրականացնելու սահմանափակումը վերաբերում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ ասոցացվող անվանումներով այն կազմակերպություններին, որոնք առաջին ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասնակցի համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ, այն է դիտարկվում են կուսակցության կողմից, ղեկավարվում են կուսակցության կողմից եւ երկրորդ հիմնադիրը, հիմնադրամի կամ հիմնադիրները կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել են որպես տեխնացու։ Սրանցից որևէ մեկը Լենա Նազարյանը Իմ քայլը հիմնադրամի հիմնադիր անդամներից է, որը չի մասնակցում եւ տեխնացու չէ այս ընտրություններին։ Շատ տարբեր են նշվածը, ինչ ես կարդացի եւ ինչ դուք ասացիք։ Նշված պարզաբանումները Իմ քայլը հիմնադրամի գործունեությանը վերաբերելի չեն։ Այդ մեկ, ինչ վերաբերվում է ես ասոցացվում եմ, թե չէ, խնդրում եմ ինքները ճշտեք։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 27-ից 28-ը պաշտոնական այցով կգտնվի Ֆրանսիայում։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ծրագրված է հանդիպում Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Բացի այդ, Փարիզում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի պաշտոնական բացումը, նախատեսված է նաեւ եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։ Օլիմպիական փոխ-չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում դարձել է Եվրոպայի եռակի չեմպիոն։ Լալայանը հավասարը չունեցավ պոկում վարժությունում, նա առաջին մոտեցման պոկեց 200 կիլոգրամ, երկրորդ մոտեցման համար Հայաստանի առաջատարը պատվիրեց 210 կիլոգրամ, որը նույնպես պոկեց։ Երրորդ մոտեցումից Լալայանը հրաժարվեց։ Հրում վարժությունում Լալայանը պայքարը սկսեց 241 կիլոգրամով, երկրորդ եւ երրորդ մոտեցմամբ Լալայանը չկարողացավ հրել 253 կիլոգրամը եւ չսահմանեց Եվրոպայի ռեկորդ։ Երկամարտում 451 կիլոգրամ արդյունքով Լալայանն ավարտեց պայքարը, դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն։ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթողն է։ Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Եվրոպայի քառակի չեմպիոն Արծաթե եւ բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ են նվաճել Ալբանիայում անցկացված ըմշամարտի Եվրոպայի առաջնությունում։ 61 կիլոգրամ քաշայինների բրոնզե մեդալի համար Հարությունյանը գոտ է մարտել է Բելարուս Դմիտրի Շամելայի հետ եւ 7-2 հաշվով հաղթանակ տարել։ Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին համարում է թիվ 1 սպառնալիք եւ կհակազդի դրան, հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար ծովակալ Ջուզեպե Կավո Դրագոնեն։ Նրա խոսքով ռուսական ռազմական մեքենան միայն կաճի եւ ՆԱՏՕ-ն դրան կհակազդի, զարգացնելով իր սեփական հնարավորությունները։ Նա կարծում է, Ռուսաստանից բացի ռազմական դաշինքի համար սպառնալիք են ներկայացնում նաեւ ահաբեկչական խմբավորումները։ Անկասկած Ռուսաստանը թիվ 1 սպառնալիքն է։ Կարծում եմ, նրանք իրենք էլ վերջերս հաստատեցին դա։ Դրանում կասկած չկա։ Ավելին, ոչ ավանդական ոլորտում թաքնված ահաբեկչական խմբավորումների սպառնալիքը մնում է, բայց նրանց ակտիվությունը կարող է աճել, ասել է Դրագոնեն։ 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին արել քաղաքացիներին 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 17:00-ին միանալ իրենց մայրաթորթ Սուրբ Էջմիածնում եւ պահանջել ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։ Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրահրած հրաժարականի գործողության համար ներկայացած անձինք մայր տաճարի մոտ դրսևորել էին խուլիգանական վարքագիծ։ Փաստաբան մայրաթորթի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հիշեցրել է այդ ամոթալի դեպքի կապակցությամբ հաղորդում էր ներկայացվել, որի քննարկմամբ քննչական մարմինը որոշել էր քրեական վարույթ չնախաձեռնել։ Դատախազությունը մերժել էր քննչական մարմնի այդ ապօրինի դիրքորոշման դեմ ներկայացված բողոքը։ Արմավիրի մարզի առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է բավարարել բողոքը վարույթի հանրային մասնակիցներին, պարտավորեցնելով նախաձեռնել քրեական վարույթ եւ իրականացնել նախաքննություն։ Դատարանն արձանագրել է, որ վարույթ չնախաձեռնելու հետևանքով ենթադրյալ հանցանքի կապակցությամբ չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ, հետևաբար վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացված վարույթային ակտերը հիմնավոր չեն, նշել է Զոհրաբյանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վերահրապարակել է 2025 թվականին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մահացության դեպքերի մասին զեկույցի թարմացված տարբերակը։ Վերահրապարակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2026 թվականի ապրիլի 13-ին գլխավոր դատախազության կողմից կազմակերպությանը տրամադրվել են նոր տեղեկություններ։ Զեկույցում ներկայացված է 2025 թվականի ընթացքում զինված ուժերում եւ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում զինծառայողների մահացության դեպքերի վիճակագրությունը, դրանց պատճառների վերլուծությունը եւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակը։ Ուսումնասիրությունների համաձայն 2025 թվականին զինված ուժերում արձանագրվել է 35 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 2-ը տեղի են ունեցել ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Զինծառայողների մահացության պատճառներ են առողջական խնդիրները 12 դեպք, ավտովթար 8 դեպք, ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել 6 դեպք, 2 ազգային անվտանգության սահմանապահ զորքերում, դժբախտ պատահար 5 դեպք, սպանություն 2 դեպք, առողջությանը ծանր վնաս պատճառելը բռնությունը 1 դեպք, թմրանյութի օգտագործում 1 դեպք։ Իրանը եւ Օմանը բարեկամ երկրներ են եւ բանակցությունների ընթացքում երկու կողմերը քննարկել են Հորմուզի նեղուցով նավերի անցման անվտանգությունը։ Ըստ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչու, Օմանը բարեկամական եւ մտերիմ երկիր է, որը շատ լավ դիրք է գրավել այս պատերազմում։ Մենք եւ Օմանը Հորմուզի նեղուցի երկու ափամերձ երկրներն ենք եւ անհրաժեշտ էր խորհրդակցել այս հարցի շուրջ։ Նեղուցով նավերի անցման անվտանգությունը կարևոր գլոբալ հարց է եւ Օմանը եւ մենք, որպես այս նեղուցը վերահսկող երկու երկրներ պետք է սերտորեն համակարգվենք մեր ընդհանուր շահերը ապահովելու համար, ասել է արտգործնախարարը։ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի նոր զեկույցի համաձայն 2025 թվականին համաշխարհային ռազմական ծախսերը հասել են 2.887 տրիլիոն դոլարի, ինչը 2.9%-ով ավելի է, քան 2024 թվականին։ Ինստիտուտի փորձագետների տվյալներով այս ծախսերը նվազել են Միացյալ Նահանգներում, բայց աճել են 14%-ով Եվրոպայում եւ 8.1%-ով Ասիայում եւ Օվկիանիայում։ Ռազմական ծախսերի ամենամեծ ծավալ ունեցող 3 երկրները՝ Միացյալ Նահանգները, Չինաստանը եւ Ռուսաստանը միասին ծախսել են 1.480 տրիլիոն դոլար, կամ համաշխարհային ընդհանուրի 51%-ը։ Ռազմական ծախսերը աճել են 11-րդ տարին անընդմեջ։ ՀՆԱ-ում դրանց բաժինը հասել է 2.5%-ի, ինչը ամենաբարձր մակարդակն է 2009 թվականից ի վեր։ Չնայած տարեկան 2.9% աճի տեմպերը զգալիորեն ցածր էր 2024 թվականի 9.7-ից։ Այս դանդաղումը մեծապես բացատրվում է Միացյալ Նահանգներում այս ոլորտում ծախսերի անկմամբ։ Նշում են ինստիտուտի փորձագետները, Միացյալ Նահանգներից դուրս ընդհանուր ծախսերը 2025 թվականին աճել են 9.2%-ով։ Այս ցուցանիշով 2025 թվականին առաջատար հնգյակում էին Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան եւ Հնդկաստանը, որոնք միասին կազմել են համաշխարհային ռազմական ծախսերի 58%-ը։ Չինաստանը կտրականապես դեմ է Հենգլի պետրոքիմիական նավթավերամշակման գործարանի նկատմամբ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին եւ կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել նման սահմանափակումներ կիրառելու պրակտիկան, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։ Չինաստանը հետևողականորեն դեմ է միջազգային իրավունքում որևէ հիմք չունեցող անօրինական միակողմանի պատժամիջոցներին եւ կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել սահմանափակումների եւ երկար ձեռքի չարաշահումը։ Ընդգծել է դիվանագետը։ Նա հավելել է, որ Պեկինը վճռականորեն կպաշտպանի իր ձեռնարկությունների օրինական իրավունքներն ու շահերը։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերագույն Ռադային է ներկայացրել օրինագծեր, որոնք Ուկրաինայում ռազմական դրությունը եւ զորահավաքը երկարաձգում են եւս 90 օրով, ուժի մեջ մտնելով մայիսի 4-ից։ Փաստաթղթերը ներկայացվել են համապատասխան հանձնաժողովի քննարկմանը, որից հետո նախատեսվում է խորհրդարանի կողմից ընդհանուր քվեարկության համար։ Թագավորական նավատորմի ծովային առևտրի գործողությունների տվյալներով բեռնատար նավ է առևանգվել Սոմալիի Գարակատ քաղաքից 6 ծովային մղոն հյուսիս-արևելք։ Հաղորդագրություն է ստացվել Սոմալիի Գարակատ քաղաքից 6 ծովային մղոն հյուսիս-արևելք տեղի ունեցած միջադեպի մասին, ասվում է հայտարարության մեջ։ Հաղորդում են, որ անհայտ անձինք առևանգել են բեռնատար նավը եւ ուղղություն են վերցրել դեպի Սոմալիի տարածքային ջրեր։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ թշնամին ձգտում է հասարակական դժգոհություն առաջացնել ենթակառուցվածքների ոչնչացման միջոցով։ Կառավարական մարմիններ աշխատանքային այցերի շրջանակում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը այցելել է ներքին գործերի նախարարություն, որտեղ մասնակցել է երկրի բոլոր նահանգների նահանգապետերի հետ առցանց հանդիպմանը։ Իրանի հակառակորդների հիմնական նպատակը սոցիալական կայունությունը խաթարելն է։ Ենթակառուցվածքների վրա հարձակումները եւ տնտեսական շրջափակումը նպատակ ունեն հանրային վստահությունը վերածել զանգվածային դժգոհության։ Հանդիպման ընթացքում ասել է պետության ղեկավարը, կոչ անելով Իրանի քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։ Կշարունակենք եւ տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև սահմանազատումը։ Այս մասին ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնավորապես նշել է. Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են եւ այնտեղ ծառայություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից։ Արդեն 2 տարի Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված եւ սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Այդ 12 կիլոմետրը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահապաճկոնների, իսկ ինքնաձիգների պարունակությունը ոչ թե ինքնաձիգերի վրա են, այլ պայուսակների մեջ դրած, նշել է Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը խոսելով օրակարգի մասին հավելել է, որ Վրաստանի հետ սահմանազատման հարց կա եւ վրաց գործընկերների հետ ունեն պայմանավորվածություններ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մրցանակներ են ստացել երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանն ապրիլի 26-ին Գերնիկա Լումո քաղաքում մասնակցել է 2005 թվականից ի վեր շնորհվող Գերնիկա խաղաղության եւ հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներին։ Դեսպան Ավետիսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ստացել է 2026 թվականի Գերնիկա մրցանակը, որը շնորհվել է երկու երկրների առաջնորդներին։ Գործարար ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի թիմակից հետախույզ Արթուր Ավանեսյանը Կանդազը ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են չմանրամասնելով, թե ինչ գործի շրջանակներում է նա ձերբակալվել։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների ենթադրվում է, որ Ավանեսյանի ձերբակալությունը Սամվել Կարապետյանի թիմակիցների վերջին շրջանի ձերբակալությունների տրամաբանության մեջ է եւ կապված է ընտրական գործընթացներում ենթադրյալ խախտումների հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցության միջոցառման ժամանակ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողի իրավապահ մարմիններին հայտնել է, որ իր թիրախը ամերիկացի առաջնորդի վարչակազմի պաշտոնյաներն են եղել, հաղորդում է CBS-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Կրակոցների մեջ կասկածվող Քոուլ Ալանը ձերբակալությունից հետո իրավապահ մարմիններին ասել է, որ ցանկանում էր կրակել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների վրա, ասվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, շաբաթ երեկոյան ԱՄՆ մայրաքաղաքի Վաշինգտոն Հիլթոն հյուրանոցում, որտեղ Սպիտակ տան թղթակիցների եւ ԱՄՆ վարչակազմի անդամների, այդ թվում Թրամփի եւ նրա կնոջ համար կազմակերպվել էր հանդիսավոր ընթրիք, հնչել են կրակոցներ, բոլոր ներկաները տարհանվել են։ Կասկածյալը արագորեն ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից։ Գաղտնի ծառայության մեկ գործակալ վիրավորվել է։ Ամերիկացի բանակցողներ Սթիվեն Ուիտքոֆի եւ Ջարեդ Քուշների Իսլամաբադ, Պակիստանի մայրաքաղաք չմեկնելը դեռ չի նշանակում, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները պետք է սկսվեն։ Նման բովանդակությամբ դիրքորոշում է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Axios պարբերականը։ Համաձայն հաղորդման Սպիտակ տան ղեկավարը բացասաբար է պատասխանել այն հարցին, թե արդյոք Իսլամաբադ ամերիկյան պատվիրակության չմեկնելը նշանակում է, որ պատերազմական գործողությունները Իրանի դեմ վերսկսվելու են։ Դա չի նշանակում այդպես, մենք դեռևս այդ մասին չենք մտածում, ասել է Թրամփը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, Թուրքիան պատրաստ է քննարկել Հորմուզի նեղուցիական ազերծման գործողություններին մասնակցելու հնարավորությունը Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հնարավոր խաղաղ համաձայնագրից հետո։ Լոնդոնում լրագրողների հետ զրույցում Ֆիդանը նշել է, որ տարբեր երկրների ներկայացուցիչներից կազմված տեխնիկական խումբը զբաղվելու է նեղուցիական ազերծմամբ, իսկ Անկարան աջակցում է նման գործընթացի, սակայն թուրք նախարարը ընդգծել է, որ Թուրքիան կվերանա իր դիրքորոշումը, եթե տեխնիկական կոալիցիան դառնա հակամարտության կողմ։
Ես խորապես անհանգստացած եմ Վաշինգտոնում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած կրակոցներից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, խոսելով Թրամփի դեմ մահափորձի մասին։ Նման բռնության ակտերը անընդունելի են եւ պետք է խստորեն դատապարտվեն։ Ես ուրախ եմ իմանալով, որ նախագահ Թրամփը առաջին տիկինը եւ բոլոր ներկաները անվտանգ են։ Մաղթում եմ նրանց շարունակական անվտանգություն եւ բարեկեցություն։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա ռուս պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար, հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ Արաղչին Մոսկվա է մեկնել դիվանագիտական պատվիրակության գլխավորությամբ։ Այցի ընթացքում նա խորհրդակցություններ կանցկացնի բարձրաստիճան ռուս պաշտոնյաների հետ, երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, ասվում է արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը դատապարտել է քաղաքական բռնությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցության միջոցառման ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո։ Ուրախ եմ, որ բոլոր ներկաները, այդ թվում նախագահ Թրամփը, անվտանգ են Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած կրակոցներից հետո։ Քաղաքական բռնությունը տեղ չունի ժողովրդավարության մեջ, ընդգծել է Կալասը։ Իրանը դեռևս համոզված չէ, որ ԱՄՆ-ն իսկապես պատրաստ է լիովին ընդունել հակամարտությունների լուծման դիվանագիտական մեթոդները։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Մենք պետք է հետևենք, թե որքանով է ԱՄՆ-ն պատրաստ իսկապես ընդունել դիվանագիտությունը, հայտնել է արտգործնախարարը։ Նա իր վերջին այցի Իսլամաբադ անվանել է արդյունավետ եւ հայտնել, որ պակիստանյան կողմի հետ քննարկել է Իրանի դեմ ագրեսիայի մշտական դադարեցման պայմանները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին հարվածել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի թիրախներին։ Այս մասին հաղորդում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ Վարչապետ Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին հզոր հարվածներ հասցնել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի թիրախներին, ասվում է հայտարարության մեջ։ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի եւ վճարների վերաբերյալ տեղեկատվությունը։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջեը ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ։ Պետական բյուջեը մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 49 միլիարդ 916 միլիոն դրամ։ Նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ։ 1000 խոշոր հարկ վճարողների առաջին հնգյակում են Mobile Center-ը, Gazprom Armenian, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Grand Tobago, Soft Construct-ը։ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ բաժնի, հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկերի ենթաբաժնում։ Շիրակ ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 2-ից կգործարկի Երևան-Տաշկենտ Երևան երկթուղով չվերթերը։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ յուրաքանչյուր 3 շաբթի։ Երևանի ավականու նախկին անդամ Սոնա Աղեկյանը տեսանյութ է հրապարակել եւ նշել, որ ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա պահանջելով վճարել ուղևորցը։ Երեխան վախեցել է եւ լացել։ Ի պատասխան Facebook-յան օգտատեր Սոնա Աղեկյանի հայտնում ենք, որ տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ ամենայն հավանականությամբ առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում ձեռքը մեկնել է մեկ այլ ամանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից հետո վերջինս վախեցել է եւ սկսել գոռալ։ Իսկ մյուս ուղևորը, որը եղել է ծնողի կամ խնամակալի հետ, իջել է ավտոբուսից։ Տեսանյութն արվել է հենց այդ պահին եւ անգամ տեսանյութում երևում է լուր նստած վարորդը, ասված է Երևան ավտոբուսի պարզաբանման մեջ։ Նշյալ միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ, ուստի կոչ ենք անում զերծ մնալ Երևանի ավտոբուս փակbaşնետիրական ընկերության եւ ընկերության վարորդների վերաբերյալ անհարկի շահարկումներից։ Իրանը չի պլանավորում հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչու Պակիստան այցի ընթացքում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հանդիպում նախատեսված չէ, քանի որ Իրանի մեկնաբանությունները կփոխանցվեն Պակիստանին, ասել է խոսնակը։ Վերջինս ընդգծել է, Արաղչին կխոսի միայն Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Իսլամաբադի միջնորդական ջանքերի շրջանակներում, Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է ամրապնդել իր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ։ Ին վարչակազմը ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը, զգալի հնարավորություններ ընձեռելով հայ ժողովրդին եւ խթանելով կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարության մեջ։ Այս փաստաթուղթը տարածվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։ Հայտարարության մեջ ցեղասպանություն բառը չի օգտագործվում։ Միասին Միացյալ Նահանգները եւ Հայաստանը կշարունակեն աշխատել ավելի անվտանգ եւ բարգավաճ աշխարհ կառուցելու ուղղությամբ, վստահեցրել է ամերիկացի նախագահը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը միացել է վերջերս ստեղծված ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության խորհրդին։ Վաշինգտոնը եւ Երևանը կաշխատեն միասին ուժի միջոցով խաղաղության նոր դարաշրջան ստեղծելու համար, ընդգծել է նախագահը։ Գերմանիան միջերկրական ծով կուղարկի ականազերծող նավ եւ հրամանատարական աջակցող նավ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության նախապատրաստման համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Պաշտպանության նախարարը չի նշել, թե երբ դա տեղի կունենա։ Լավրովը բացահայտել է դիվանագիտության արվեստի էությունը, նշելով հայկական ռադիոյի մասին մի կատակ։ Գիտեք, եթե մի փոքր անցնենք հումորի ոլորտ, հիշեք, որ Խորհրդային Միությունում մի շարք կատակներ կային հայկական ռադիոյի մասին։ Հայկական ռադիոյին հարցրել են. «Ինչ է դիվանագիտությունը»։ Հայկական ռադիոն պատասխանել է. «Դիվանագիտությունը մարդուն ճիշտ տեղը ուղարկելու արվեստ է»։ Բայց դա անել այնպես, որ նա անհամբեր սպասի ճանապարհորդությանը։ Սա նույնպես կարող է ներառվել դիվանագիտական մեթոդների զինանոցում։ Դրանում ոչ մի անսովոր բան չկա, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու երկրների ղեկավարները Գաբալայում անցկացրել են փակ, մեկ առ մեկ ձևաչափով հանդիպում, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Հետագայում բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով։ Կողմերը կենտրոնացել են քաղաքական եւ տնտեսական համագործակցության խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային օրակարգի հարցերի վրա։ ԱՄՆ կառավարությունը թույլատրել է Վենեսուելայի իշխանություններին վճարել ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ Սիլիա Ֆլորեսի փաստաբանի համար, հաղորդում է New York Times-ը, հողում անելով Նյու Յորքի հարավային շրջանի փաստաբան Ջեյ Քլեյթոնի նամակին։ Հաղորդվում է դատավորը ԱՄՆ-ի համար անվտանգության ռիսկեր չի տեսել Վենեսուելայի առաջնորդի պաշտպանության համար լատինամերիկյան երկրի բյուջեից վճարելու մեջ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տրամադրել է փոփոխված լիցենզիաներ, որոնք թույլ կտան Մադուրոյի եւ նրա կնոջ Սիլիա Պերեսի փաստաբաններին վճարումներ ստանալ իրենց երկրի կառավարությունից, հաղորդել է պարբերականը։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում ապրիլի 28-ից 29-ին, մայիսի 1-ից 2-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 16-ից 19 մետր վարկյան արագությամբ։ Հանրապետության տարածքում ապրիլի 28-ից 30-ին եւ մայիսի 1-ից 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ապրիլի 28-ի եւ 29-ի ցերեկը լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց տեսքով, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամուշ գնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի եւ 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-ից 7 աստիճանով։ Ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ից 2-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։